Պատմական ամսաթվից անցել է 35 տարի։ 1991 թվականի մարտի 31-ին Վրաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով աջակցեցին երկրի անկախության վերականգնմանը։ Սա մեր երկրի պատմության վերջին ամենանշանակալի ամսաթվերից մեկն է։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը դրական պատասխանեց հարցին, թե համաձայն եք, թե ոչ, որ վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը։ Հանրաքվեի արդյունքները հիմք հանդիսացան Վրաստանի պետության անկախության հռչակման համար։ Սա վերջին հանրաքվեն էր, որը տեղի ունեցավ ողջ երկրի մասշտաբով։ Օկուպացված Ցխինվալիում եւ Աբխազիայում բնակվող բնակչությունը արտահայտեց իր դիրքորոշումը։ Ապրիլի 5-ին հրապարակվեց հանրաքվեի ամփոփ արդյունքները, իսկ ապրիլի 9-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության մասին օրենքը։ Այս գործընթացի գլխավոր դեմքը Վրաստանի առաջին նախագահն էր։ Այսօր նա կդառնար 87 տարեկան։ Մարտի 31-ը Զվիադ Գամսախուրդիայի ծննդյան օրն է։ 1991 թվականի մարտի 31-ին Վրաց ժողովուրդը բարձրաձայն հայտարարեց ամբողջ աշխարհին, որ Վրաստանը ընտրում է անկախությունն ու ազատությունը։ Այս մասին գրառում է արել Վրաստանի նախագահը սոցիալական ցանցում։ Ինչպես նշում է Միխեիլ Ղավելաշվիլին, մեր պարտականությունն է հոգ տանել ամենաթանկարժեք ժառանգության համար, ամրապնդել ինքնիշխանությունը եւ շարունակել շարժվել դեպի ավելի ուժեղ, արժանի եւ միասնական Վրաստանի կառուցում, որտեղ միայն Վրաց ժողովուրդը կտնօրինի իր ճակատագիրը։ Մեր պատմությունը հազվադեպ է հիշում ազգի եւ հասարակության նման միասնություն, միավորված ընդհանուր արժեքների շուրջ, գրում է Ղավելաշվիլին։ Մարտի 31-ը Վրաստանի առաջին նախագահի ծննդյան օրն է։ Զվիադ Գամսախուրդյան այսօր կդառնար 87 տարեկան։ Վրացական ազգային ազատագրական շարժման առաջնորդներից մեկը Զվիադ Գամսախուրդյան ծնվել է Թբիլիսիում 1939 թվականին։ Այս ամսաթվի կապակցությամբ Թածմինդայի Պանթեոնում առավոտից մարդաշատ էր։ Զվիադ Գամսախուրդյայի գերեզմանի մոտ հավաքվել էին ընտանիքի անդամներ, հարազատներ եւ կողմնակիցներ։ Նրա հոգու հիշատակին նաև հոգեհանգստի պատարակ մատուցվեց։ Զվիադ Գամսախուրդյան Վրաստանի նախագահ է ընտրվել 1991 թվականի ապրիլի 9-ին եւ ստիպված է եղել հրաժարական տալ 1992 թվականի հունվարի 6-ին։ Խորհրդարանի այսօրվա լիագումար նիստը մեկնարկվեց 1 րոպե լռությամբ։ Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հիշատակին։ Խորհրդարանի նախագահը նշել է, որ պատրիարքի անունը անբաժանելիորեն կապված է ժամանակակից Վրաստանի հոգևոր եւ պետական վերածննդի հետ։ Լիագումար նիստում նաեւ քաղաքական հայտարարություններ են արվել։ ԱՄՆ-ի պետքարտուղարը Մարկո Ռոբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Պետդեպարտամենտի տվյալներով քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Կովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը։ Իրակլի Կոբախիձեն նաեւ հեռախոսազրույցի մասին գրել է սոցիալական ցանցում։ Վրաստանի վարչապետը նշում է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռոբիոյի հետ, կողմերը քննարկել են գործընկերության գործարկումը եւ Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում։ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նույնպես տեղեկատվություն է տարածել գլխավոր մամուլի քարտուղարի տեղական Թոմի Պիգոտիի հայտարարության վերաբերյալ։ Նա նշում է, որ պետքարտուղար Մարկո Ռոբիոն զրուցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Կովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը։ Ընդդիմադիր դաշինքը հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նոր նախատեսվող հանրահավաքի մասին, որը նախատեսվում է անցկացնել մայիսի 26-ին։ Հայտարարության մեջ նշվում է, որ այս երկու ամսաթվերը մարտի 31-ը եւ մայիսի 26-ը շատ կարեւոր են անկախ Վրաստանի պատմության համար։
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ալեքսանդր Էլիսաշվիլիին 2025 թվականի մայիսի 4-ին կատարված ահաբեկչական գործողության երկրորդ դրվագի համար։ Ըստ դատախազության Ալեքսանդր Էլիսաշվիլին փորձել է այրել քաղաքային դատարանի արխիվը 2025 թվականի մայիսի 4-ին եւ զգալի գույքային վնաս է պատճառել քաղաքային դատարանին։ Բացի այդ, սպառնալիքը վտանգել է դատարանի շենքում այդ պահին գտնվող 3 դատական կատարածուների առողջությանը եւ կյանքին։ Ալեքսանդր Էլիսաշվիլիի մեղադրանքները նախատեսում են մինչեւ 15 տարի ազատազրկում։ Թբիլիսի քաղաքային դատարանում ընթանում էր նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի դեմ հարուցված մեկ այլ քրեական գործով դատավարություն։ Նախնական դատական նիստի ամսաթիվը կորոշվի այսօրվա նիստում։ Բաչո Ախալայան ներկա էր նիստին։ Նա դատավարության ժամանակ ասել է, որ կկրկնի մեղադրանքներում նշվածը։ Ախալայան կարծում է, որ Իվանիշվիլիի կառավարությունը պետք է դաժանորեն տապալվի։ Սա միակ պարկեշտ վարքագիծն է երաշխիքը, որ ապագայում իշխանություն եկող ոչ մի կառավարություն, կուսակցություն չի վերաբերվի երկրի նկատմամբ նույն ձև։ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են Թբիլիսի եւ Գարդաբանի մունիցիպալիտետներում կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման եւ վաճառքի փաստեր։ Մեկ անձ ձերբակալվել է։ Հակահաբեկչական կենտրոնի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին որոշակի գումարի դիմաց իր սեփական տանը համակարգված կերպով պատրաստել է կեղծ վրացական եւ օտարերկրյա անձնագրեր եւ վարորդական իրավունքներ։ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հետ։ Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի պատվիրակությունը միշտ էլ զգալի ներդրում է ունեցել կազմակերպության գործունեության մեջ եւ այժմ որպես նախագահող երկիր մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս հնարավորությանը։ Կողմերը քննարկել են Թբիլիսիում նախատեսված գլխավոր անսամբլեայի մանրամասները։ Նշվել է, որ անսամբլեայի թեման վերաբերում է արհեստական բանականությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը, որը կարևոր հարց է անդամ եւ գործընկեր երկրների համար։ Նախնական գնահատականներով 2026 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճը կազմել է 8.8%, իսկ հունվար-փետրվար ամիսների վերջին ցուցանիշը 8.4% է։ Այս մասին հաղորդում է ազգային վիճակագրական ծառայությունը։ 2026 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն եւ կապ, տրանսպորտ, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, արտադրություն, հանքարդյունաբերություն։ Նվազման միտում է նկատվել շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում։